Ընդհանրապեսի հետ կապված հույս չունեմ, բայց կարծում եմ, որ տնային կալանքը կվերացվի։ Պարոն Ղազենյան, ինչ էր, որ երկրին, որ ուժերին ակնարկում էր հետախուզական ծառայությունը, ասելով, թե դրսում հայերին, գործարարներին այնպիսի վիճակում են դնում, համոզում են, պահանջում են գնալ Հայաստան, ընտրություններին մասնակցել եւ կոնկրետ ընդդիմադիր որոշ ուժերի օգտի քվեարկել։ Այդ որ երկրի գործարարների դեմ են իրականացում այդ դժվար, այդ որ քաղաքական ուժին էր ակնարկում հետախուզական ծառայությունը, որ այդպես էլ չհանրայնացվեց, դեպ 3 էլ ճեպազույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ ոչ պետության անուն, ոչ ուժի անուն չի տալիս։ Ինչ գործ է սարքվում ըստ ձեզ։ Չեմ կարող ասել, բայց խիզախություն թող ունենան նշել։ Հիմա ես ինչ-որ մի ուժի կամ ինչ-որ մի պետության անուն տամ, կստացվի, որ ամեն դեպքում կարող են ասել դա չի, ես էլ զգամ սխալ։ Ուրեմն թող խիզախություն ունենան նշել։ Հիմա այստեղ առյուծ են կտրում երկրի ներսում, գնում դուրսը տեսնում ենք ինչ են լինում։ Այդ առյուծ կտրելն է թուլության նշան եմ համարում, որովհետև ոչ մի ուժերի իշխանություն բանտարկելու ազատազրկելու միջոցով չի լռեցնում կամ փորձում լռեցնել։ Ուժերի իշխանությունը ասում է ես ուժեղ եմ, եկեք պայքարենք հասկանանք տեսնենք, ով է ճիշտ, թող ժողովուրդն էլ ընտրի։ Ու իշխանությունը ես արդեն այսպես ցերտնոտի մեջ են եւ շատ սխալ գործողություններ են անում իրենց համար, առաջին հերթին շարունակել։ Պարոն Ղազենյան, մեկ հարց եւս ակնհայտ է, որ քաղաքական ուժերի մեջ ամենաառաջնայինը դերում է ուժեղ Հայաստանը, որովհետեւ կա մեծ վստահություն Սաղաթել Կարապետյանի անձի հանդեպ։ Հիմա ուզում եմ հասկանալ հետեւյալը. դուք չունեք մտավախություն, որ հնարավոր է ընտրությունների նախաշեմին այնպիսի իրավիճակ ստեղծեն Մոլդովա երկրորդ օրինակ եւ դուք չտան ձեր մասնակցությունը։ Ունեք նման մտավախություն, որ ուժեղ Հայաստանը որպես կուսակցություն կարող է այս իշխանության կողմից այնպիսի իրավիճակ ստեղծի, որ չկարողանա մասնակցել ընտրություններին։ Հաշվի առնելով, որ ես էլ մեր ուժն էլ Կարապես յուրաքանչյուր ադեկվատ քաղաքացի այս իշխանություններից սպասում է ամեն ինչ։ Բնականաբար վատ է։ Այդ իսկ պատճառով ունենք տարբեր սցենարներ, ուղղակի Մոլդովայի հետ կապված եւ կարծում եմ ժողովուրդները այլ մենտալիտետ ունեն եւ Մոլդովայի սցենարը այստեղ չի հաջողվի իրականացնել։ Առաջին հերթին անձի հետ կապված Սամվել Կարապետյան, երկրորդը ժողովրդի առաջին ընդդիմադիր ուժի, որը միանշանակ հաղթելու է եւ ունենալու է ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան, ուղղակի ռիսկ չեն անում։ Իմ կարծիքով։ Շնորհակալություն։ Մի բառով, ինչ պատասխան։ Մի բառով